տարածաշրջանային բոլոր երկրների հետ մենք պետք է ունենանք բարեդրացիական հարաբերություններ, ինչը պատասխանում է ձեր նախորդ հարցերին։ Բոլոր տարածաշրջանը մենք պետք է Իրանի հետ ունենանք, նաև Վրաստանի հետ, նաև Ռուսաստանի հետ, բոլորի հետ պետք է բարեդրացիական հարաբերություններ։ Ինչն է խանգարում մեզ լավ հարաբերություն ունենալ, լինելով տարածաշրջանի ամենափոքր երկիրը։ Ինչու ենք հակադրությունների ճանապարհով գնում եւ չենք գնում համերաշխության ճանապարհով։ Ինչու է գործընկերայնությունը բացակայում մեր արտաքին քաղաքականության մեջ, այս պարագայում, այս քննադատության մեջ հիմնականում։ Մարդիկ պետք է ուրախ լինեն, որ լավ հարաբերություններ կա Վրաստանի հետ, լավ հարաբերություններ կարող է լինել տարածաշրջանի մյուս երկրների լիդերների հետ, որի արդյունքում մեր երկիրը կկարողանա ապրանքներ արտահանել, այդ երկիր տնտեսական հարաբերություններ ձևավորել եւ շահել, ունենալ լավ դաշնակցային հարաբերություններ։ Դաշնակցային հարաբերությունները ամրապնդելը, լավ հարաբերություններ ունենալ տարբեր երկրների հետ, դա նախապայման է մեր երկրի գոյության։ Իսկ ինչպես եք վերաբերում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման, կարգավորմանը եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առևտուր իրականացնելուն։ Կարծում եմ, որ երկարաժամկետ Հայաստանի տնտեսության զարգացման համար Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևոր է։ Ադրբեջանի հետ մենք ունենք բաց հարցեր։ Մենք ունենք մեր հայրենակիցների տների տուն վերադարձի իրավունքի հարցը եւ ունենք մեր գերիների հարցը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այն օրը, երբ համերաշխության մրցանակ է ստանում մեր երկրի վարչապետը ու Ադրբեջանի նախագահը, նույն օրը 3 հայ բարձրաստիճան պաշտոնյա, ովքեր պայքարել են իրենց հայրենիքի անկախության համար, իրենց իրավունքների համար, ցմահ հաստատումն է ճանապարհը նաև մեր գերիներին վերադարձնելու։ Այո, բայց նույն օրը մենք պետք է չնայենք խոսքերին, այլ նայենք քայլերին։ Հենց իրենց հանդիպման նույն օրը 3 հայ բարձրաստիճան պաշտոնյա ցմահ ազատազրկման են դատապարտվում։ Գործը ինչ է հուշում։